Այսօր մենք հավաքվել ենք այստեղ ներկայացնելու Մացի գեղեցկության սրահի մասնագետների աշխատանքները, վարսահարդարների, մատնահարդարների եւ դիմահարդարների։ Մենք նշում ենք մեր սրահի տարեդարձը այստեղ եւ ողջունում ենք մեր բոլոր հյուրերին եւ ուզում ենք իրենց հետ կիսել մեր ուրախությունը եւ ցուցադրել մասնագիտական աշխատանքները։ Սովորաբար ցուցադրությունները անում են հագուստի եւ աքսեսուարների համար, սա մի քիչ արտարոց երևույթ է, արտարոց միջոցառում է։ Այստեղ դուք կդիտեք արդեն աշխատանքները։ Մի բան է տեսնել գեղեցկության սրահում սպասարկվելիս անհատական մոտեցմամբ, տեսնել ինչ որ մեկ առանձին վերցրած նեղ մասնագետի սպասարկումը, մյուս բան է մոդելների վրա տեսնել միանգամից բոլոր աշխատողների աշխատանքները եւ ստանալ էսթետիկական հաճույք։ Այսօր ներկայացնում ենք 3 ուղղություն, 3 տիպի աշխատանքներ, երկուսը կցուցադրեն մոդելները, իսկ մեկը կցուցադրեն երեխաները։ Իսկ այստեղ նստած է մեր գեղեցկության սրահի խորհրդանիշը, Մացի գեղեցկության սրահի խորհրդանիշը Մաթիլդան։ Նա միշտ դիմավորում է մեր բոլոր հաճախորդներին, առաջի անձը, որ դիմավորում է հաճախորդներին սրահի ցուցապեղքից, դա Մաթիլդան է, մեր խորհրդանիշն է, ամենտեղ մեր հետ է եւ այսօր մենք բերել ենք այստեղ եւ նստացրել ենք բեմում, իսկ կողքին կարող եք տեսնել արդեն կենթանի Մաթիլդային, այդ գեղեցիկ աղջնակը ինքը մոդել է եւ այսօր միանում է մեր մանիկեն Մաթիլդային եւ խորհրդանշում է մեր սրահը։ Посмотрите, красивые девочки, не знаю, очень красивые макияжи. Правда, я их сама делала и помогали мне мои друзья. Я за красоту и желаю, чтобы каждая женщина бы смотрела бы за собой. Я здесь поставила акцент на глаза и на губы. Ну, модель сама очень красивая, да. Что правда, то правда, но в основном акцент у нас идут на глаза и на губы. Эта модель у нас напоминает дерево, что ли. В общем, косички. Тоже работали наши мастера. Боди-арт, с элементами боди-арта. Ну, не знаю, оцените. Уж люди оценят. Полу-китаянка, не то полу-японка. В общем, акцент поставлен на глаза и на губы. Ну, красная помада, это классика, это будет всегда у нас в моде. Да, а из ее волос наши девочки потрудились и сделали вот красивую такую корзину в китайско-японском стиле. В общем, это наша красавица. Она очень у нас похожа на китаянку, только с голубыми, зелеными глазами. Да, зелеными глазами. Тоже это работа наших мастеров. Эта девочка, она у нас в таком греческом стиле. В общем, мы уж так постарались. Опять ее волосы. Тоже вроде бы нет работы, но на самом деле это очень кропотливый труд наших мастеров. Здесь мы видим модель, которая представляет классическую прическу и обыкновенный классический макияж. Ну, во всяком случае, ничего лишнего. А это одна из самых основных моделей нашего салона. Это наша живая Матильда. Это талисман. У нее такие же кудрявые волосы. Макияж, значит, здесь у нас получается вечерний. Ну и прическа. Тоже работа наших мастеров. Այսօրվա մեր հավաքածուի մեջ նաև մասնակցում են փոքրիկները իրենց սանրվածքներով, հիմնականում երկար մազերի սանրվածքներ են, որովհետև հիմա բոլորը նախընտրում են երկարացնել մազերը, ավելի կանացի է, գեղեցիկ։ Հյուսքերով սանրվածքներ են ավելի ավանգարդ ոճի մեջ, որոնք սազում են և փոքրիկներին, և մեծերին։
Այսօրվա մոդելների մատնահարդարումը ավանգարդ ոճի մեջ է, սակայն մենք մեր սրահում անում ենք ամեն ինչ, այսինքն մենք հաճախորդներին հնարավորինս փորձում ենք գոհացնել։ Մենք աշխատում ենք OPI նյութերով, շատ որակյալ նյութերով, անում ենք եղունգների սերտաճեցում, ավանդական մանիկյուր, պեդիկյուր եւ ամենակարևորը մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր սրահից կինը դուրս գա խնամված եւ շատ գոհ։ Այսօր Կոլյակում նշվում է Մացի գեղեցկության սրահի բարեդարձը, այսօր նրանք մեկ տարի են եւ ես երկու ամենասկզբից իհարկե ուզում եմ բերեմ հրավիրել այս գեղեցիկ սրահի, գեղեցիկ սրահի հիմնադիր Սոնա Պետրոսյանին, Սոնա, ես ես չեմ տեսնում, բայց մեր սաժիկով ես ածան սանդարությունների ներքով դուք կգա իմ մոտ, որտեղ մենք դուք այստեղ շատ այս միկրոֆոնը ես տալիս եմ ձեզ, անջան մեր։ Добрый вечер. Приветствую вас всех от имени салона красоты Маци. Вижу много родных, знакомых и новых лиц. Очень рада вас всех здесь приветствовать. Надеюсь, сегодня мы получим эстетическое удовольствие. Мы для вас старались. Наши профессионалы сегодня с утра работали. И вот мы попытаемся вам представить 3 показа. На ваш суд вынесем. Желаю всем приятного вечера, хорошего времяпровождения, хорошего настроения. Будьте всегда красивые, веселые и радостные. Մեր սրահում մենք շատ կարևորում ենք սպասարկման կուլտուրան։ Երբ որ սրահը կարող է տրամադրել բազմազանություն ծառայությունների, այդ ամենը սպասարկման ոլորտում դեռ ամեն ինչ չէ, շատ կարևոր է դա համատեղել սպասարկման բարձր կուլտուրայի հետ, ինչը մենք աշխատում ենք բարձր մակարդակով մատուցել մեր հաճախորդներին եւ բոլորին շատ ջերմ դիմավորել մեզ մոտ եւ բոլոր կարիքներին կարողանալ հոգալ հաճախորդի ցանկացած կարիքը գեղեցկության բնագավառում։ Իդեպ նշեմ, որ մեր բոլոր մասնագետները պարբերաբար անցնում են վերապատրաստում, մեր մասնագետները մասնակիցներ են եւ դափնեկիրներ են եվրոպական տարբեր մրցույթների։
կարծես քայլեր, որովհետեւ մենք նման ձևով ներկայացնենք մեր աշխատանքները եւ մեր տարեդարձը եւ կարծում եմ, որ ստացվեց, բայց ավելի լավ կլինի մեր հյուրերը մեկնաբանեն, իրենց կարծիքը հայտնեն։ Որպես մասնագետ շատ բարձր գնահատական կտամ, դա շատ տպավորված է։ Ամեն ինչ շատ գեղեցիկ է կազմակերպված շոու, ցուցադրությունը, վարսահարդարների աշխատանքը, ցանկալի է, որ նման շոուներ, ցուցադրություններ Հայաստանում շատ լինեն, որի կարիք ունի մեր ժողովուրդը, թող մեր ժողովուրդը հասկանա գեղեցիկը ինչ է եւ գնա դեպի գեղեցիկը, ապրելով միշտ գեղեցիկ։ Շոուի համար գնահատում եմ 5 գումարած։ Ասեմ, որ առաջի անգամ են գեղեցկության սրահի ցուցադրություն կազմակերպում, շատ հաճելի էր Մանցի գեղեցկության սրահի հետ աշխատելը։ Շատ գեղեցիկ ոճով վարսահարդարեցին, դիմահարդարեցին։ Աշխատանքները շատ գեղեցիկ ցուցադրվեցին եւ Elite Fashion-ի մոդելների կողմից։ Շատ գեղեցիկ էր, հատկապես այդ սանրվածքները, մոդելները շատ գեղեցիկ էր, իսկապես ես հաճույք ստացա ու շատ պրոֆեսիոնալ էր այդ ամեն ինչը, զգացվում է, որ մասնագետները իսկապես կոմպետենտ են եւ իրանց գործից հասկացող պրոֆեսիոնալ